Անցյալ շաբաթ Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են որոտացել, քաղաքի որոշ հատվածներում ծխի սյուներ են բարձրացել։ Իսրայելն էր հարվածներ հասցրել թիրախավորելով Համասի ղեկավարությանը։ Հարձակման հետևանքով սպանվել էին պաղեստինյան շարժման 5 և Կատարի անվտանգության ուժերի 1 անդամներ։ Ավելի վաղ Բենյամին Նեթանյահուն չէր բացառել Համասի առաջնորդների դեմ հարվածներն այլ երկրների տարածքում։ Հարվածը ցույց էր տալիս, որ Իսրայելը պատրաստ է հետապնդել Համասի առաջնորդներին ոչ միայն Գազայում, այլ երկրներում եւ մասնավորապես դեռևս արաբական թերակղզու երկրներում։ Ըստ միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի տպավորություն է Իսրայելը ծավալապաշտական նկրտումներ ունի Մերձավոր Արևելքի նկատմամբ։ Արաբական և իսլամական երկրների ղեկավարների մասնակցությամբ Կատարում կայացած գագաթնաժողովը կոնսենսուսի բերեց բոլոր ղեկավարների այն կարծիքը, որ Իսրայելի ագրեսիան կասկածի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորությունները։ Դերևս շաբաթներ առաջ պայմանավորվածությունը գործ էր տրվել եւ ընդ որում երբ որ քննարկում էր ԱՄՆ-ի աջակցությամբ զինադադար մտցնելու այդ առաջարկը, բայց փաստորեն մենք տեսանք, որ այդուհանդերձ Իսրայելը հարվածեց եւ ընդ որում դրանից հետո էլ հայտարարում է բացեիբաց, որ կխփի այն բոլոր երկրներին, որտեղ որ կա Համասի գետ 1 ղեկավար։ Եվ այս պայմաններում հասկանալի է, որ այս քայլը Իսրայելը արտարացնում է գիտակցված կամ տրտված պատասխան քայլերով Համասի կողմից ի հայտ եկած ահաբեկիչ գործողությունների ֆոնին, բնականաբար վնասելով Իսրայելի քաղաքացիներին կամ ընդհանուր անվտանգությունը։ Միջազգային հանրությունը դատապարտել է Կատարում Համասի ղեկավարության վրա իսրայելական հարձակումը։ Մի շարք երկրներ դիվանագիտական տեսանկյունից հարձակումը սպառնալիք են համարել։ Շուրջ 50 արաբական ու իսլամական պետություններ, որոնք Դոհայում մասնակցում են գագաթնաժողովին, միահամուռ կոչով են հանդես եկել Իսրայելին դադարեցնելու նման գործողությունները, վերանայել դիվանագիտական տնտեսական հարաբերությունները, սակայն ոչ համընդհանուր համաձայնությամբ ընդունվեց որոշում, շատ երկրները զգուշանում էին հասկանալի պատճառներով, շատ երկրներն էլ հույսը տրել են, որ իրենք համարվում են Միացյալ Նահանգների դաշնակից երկրները, հետևաբար կարող են անհոգ լինել, որ նրանց որևիցե սպառնալիք չի լինի։ Այն պետությունները, որոնք նաև սեռնպահ են մնում, որոշակիությամբ այսպես հարաբերական հանդուրժող կամ մասնագի գործընկերներ են, նրանք ավելի զգուշավոր հայտարարություններով են հանդես գալիս, փորձելով ընդհանուր հայտարարի գալ եւ վերահաս վտանգը իրենցից այսպես դերբազատելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Կատարի տարածքին, միևնույն ժամանակ հիշեցրել Կատարը Միացյալ Նահանգների դաշնակիցն է։ Միջազգայնագետը կարծում է, որ գործողությունների հետևանքով թուլացավ Կատարի միջնորդական դերը։ Չի բացառվում նաև, որ այս ամենը Իսրայելում կբերի քաղաքական ճգնաժամի։ Կատարը տարիներ շարունակ եղել է Համասի եւ Իսրայելի բանակցությունների հիմնական միջնորդը եւ այդ դերակատարությունը արդեն ոտնահարվեց։ Իսկ Իսրայելն է ստացվում է փաստացի չեզոքացնում է բանակցությունների հարթակը։ Համասը ըստ էության կփորձի հիմա հավանաբար կփորձի ուժեղացնել ռազմական գործողություններ, որովհետեւ ցույց տա, որ առաջնորդության կորուստը չի կոտրել շարժումը, որ նրանք պայքարում են։ Դոհայի տարածքում կատարվածը քաղաքական դիվանագիտական ուղերձ էր, ինչը ապակայունացրեց բանակցային վիճակը, խորացնելով ճգնաժամը տարածաշրջանում, ասում է Դավիթ Կարապետյանը։ Մերձավոր Արևելքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն չի բացառվում, որ կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա։